Ողջույն բոլորին, այսօր կրկին ունենք թրենդային փորձարկումներ, ինչպես գիտեք, ես անտարբեր չեմ կարող անցնել ոչ մի դուբայսկի արտադրանքի կողքով, դրա համար հիմա կփորձենք, գնել եմ Երևան City-ից։ Դոնացի տեսքով այս համեղագույն պաղպաղակը, ինչ գիտես, որ համեղագույն է։ Դոնացի տեսքով այս գլամուր պաղպաղակը եւ մոծիներ մանգոյի համով շատ-շատերի մոտ եմ տեսել։ Գնացինք։ Եվ առաջինը կսկսենք հենց այս տարբերակից։ Վրան հենց գրված էր դուբայսկի, պետքա որ լինի Դուբայի շոկոլադի մոտիվներով։ Վրա եղադայիֆը արդեն իսկ երևում է, որ շատ փափուկ է, իսկ դա ենթադրում է, որ համով չի լինելու։ Տեսնենք։ Ինչպես տեսակ չի խրթխրթում, եղադայիֆը շատ փափուկ, շոկոլադ գրեթե չկա, մի հատ էլ փորձենք։ Հաջորդը փորձարկենք այս գլամուր պաղպաղակը, կարծում եմ, որ այն համով է լինելու։ Սխալ կողմից բացեցինք։ Նկարին համապատասխան է, քիչ թե շատ։ Գնացինք։ Շատ սառն է։ Վրայի շոկոլադը ելակի շոկոլադ է, ներսը սովորական վանիլային պաղպաղակ։ Վատը չի, 390 դրամ։ Եվ վերջում ամենասպասված տարբերակը վստահ եմ, որ սա շատ համով է լինելու։ Ես սիրում եմ մանգոյի ցանկացած պրոդուկտ։ Այստեղ ներսում 3 հատ է։ Այս տեսքն ունի։ Տեսնենք կխրթխրթա։ Շատ համով է։ Ոնց որ թարմ մանգո լինի, որը շոկոլադը չլիներ, ինքը ավելի համով կլիներ։ Կամ վրայի շոկոլադն լիներ մանգոյի ինչ-որ էֆեկտով։ Բայց շատ լավն է։ Արժեքը չեմ հիշում։ Չհաշված այս դուբայսկի անհասկանալի դեսերտը, պանա կոտա։ Սեք վրան գրված է, որ այն դուբայսկի է։ Փորձարկումը համարում ենք ստացված։